Ողջույն բարեկամներ, չենք մոռանում, տարածում ենք հաղորդումները, որովհետև այսօրվա նորությունները մեկը մեկից շոկային են։ Երևի հիշում եք, երեկ էր, որ ես խոսացի նրա մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծես թե տարածաշրջանը հանձնում է Թուրքիային եւ Իրաքի մասով, եւ Սիրիայի մասով, եւ Հայաստանի մասով։ Եվ այստեղից ոչ մի լավ բան հնարավոր չի ակնկալել Հայաստանի համար։ Այսօր ամբողջ օրը ստացել եմ նամակներ, որ ես արդեն սկսել եմ մյուս ծայրահեղության մեջ ընկնել, մի ժամանակ աչքիս կոպիտ ասած գրողը Ռուսաստանն էր, հիմա էլ դարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Մարդիկ սենց են վիճակի մեջ են, էլի, եթե դու ասենք մեկին հավանում ես, ուրեմն ամբողջ կյանքը պարտավոր ես դրա ամեն ինչը գովալ, եթե չես հավանում, ուրեմն ամբողջ կյանքը պետք է երևի փնովես, չգիտեմ, եւ մարդկա այդ ֆորմուլայով է ապրում, բայց ոչ ես։ Նմանատիպ ընկերների համար ես ուզում եմ բան ասեմ, փաստը իմ համար ամենակարևորն է։ Ես երկու մասնագիտություն ունեմ, հիմնական, բազային, մեկը ճշգրիտ գիտություններն է, մյուսը երաժշտություն։ Ասկի մի ամենասիրած ոլորտ եղել է մաթեմատիկան, ֆիզիկան, գիտությունները, մյուսը երաժշտություն։ Երկու տեղում էլ դու չես կարող քո ճաշակով բացառապես թելադրված գործես, դու պետքա դուրս գաս իրական փաստերից, ինչ գրած է պարտիտուրայում եւ ինչ թելադրում է քեզ բանաձևերը։ Իմ խառնվածքի մեջ չկա տեսնելու լռել կամ չկա տեսնել այլ բան մեկնաբանել։ Ես չգիտեմ դրա ձևը։ Գուցե ես վատ քաղաքական գործիչ եմ, գուցե ես վատ լրագրող կլինեի, չգիտեմ, ես քաղաքական գործիչ եմ, ինձ իհարկե չեմ համարում։ Չգիտեմ, գուցե սա լավ չի, բայց սա է։ Այն ինչ որ կա։ Իսկ երեկվա իմ ասածը եկավ լրացնելու Թրամփը, հենց ինքը Թրամփը, որը ավելին է ասում, քան ես։ Թրամփը, ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, մեմորանդում է ստորագրել Թուրքիայի հետ, ըստ որի Թուրքիայի սեփականությունն է ճանաչում եւ Թուրքիայի գերակայությունն է ճանաչում բոլոր այն մշակութային պահպանը, պատմական եւ այլն ժառանգությունների հետ, որ գտնվում է Թուրքիայի տարածքում, ժառանգությունների վրա։ Նույնիսկ կրկնեմ, այն ինչ որ Թուրքիայի տարածքում է, այդ ամեն ինչին, այդ ամենը տալիս է Թուրքիայի, ասենց ասեմ, իրանցն է, քոնն է։ Ոչ թե ասենք միայն Հայաստանի հարաբերությունների կարգավորի ոնց ուզում ես, քրդերի հարցը ոնց ուզում ես դու լուծի, դե չէ, նույնիսկ մշակութային եւ քրիստոնեական մանավանդ ժառանգությունը Թուրքիայինն է։ Ես ինչի եմ շեշտում քրիստոնեական, որովհետեւ սա այս ամերիկյան Նիկոլը իշխանության է եկել աշխարհում քրիստոնյաների պաշտպանելու, քրիստոնյաների անվտանգությունը երաշխավորելու եւ այլն հեքիաթների վրա, եւ մենք հայերս ինչպես միշտ հատուկ մեր միամտությամբ հույս ունեինք, որ Թրամփի նման մեկը, որ ամբողջ կյանքը խաբել է, ում հնարավոր է խաբել է ամենտեղ բոլորին ու 36 հատ քրեական գործ կա ակտիվ իր վրա, ու սա կարող է ինչ որ մի բան ճիշտ ասել։ Միակ բանը այն ինչ որ հիմա ճիշտ է, սա այն է ինչ որ ինքը ստորագրել է, այսինքն ինչ որ օրենքի ուժ է ստացել ինչ որ ձևով, թե ինչ է ասել մեզ, ինչ է խոստացել, եւ սրա որ խոսքերին հավատալով էին մեզ համոզում եւ հույս տալի, որ ինչ ես խոսում, քրիստոնեական արժեքների բացառիկ հետևորդ է։ Տոտալ ամբողջ կյանքը ստախոսը, բան կա, չէ, ախր սուտ խոսելը դա մենակ հանցագործություն չի, դա տեսակ է ուղղակի, մարդը չի կարողանում, մարդը իր արժանապատվությունից ցածր համարում, այս մարդ ամբողջ կյանքը 70 քանի տարի սուտ էր խոսացել ու պետք է գար մեր համար իր ասածը ճիշտ լիներ։ Կարդում ենք մանրամասն, ինչա սա այս ներկայացնում։ Մի խոսքով վերջի ժամերին աշխատանքային, ուրեմն բան աստորագրել, որով այս ամասին գրվում է միջելոց մեր հայամանքի ներկայացիչ Արամ Համբարյանը, որ հայկական, հունական, ուրեմն դեռ գալիս է
ինչքան փոքր ազգեր կա, հրեական, ասորական, բոլոր պատմական ժառանգությունների տիրապետումը իրավունքը տրվում է Թուրքիայի ըստ իր եւ Էրդողանի ստորագրած փոխադարձ այդ հուշագրում, ասենց ասել, մեմորանդում կոչվում է հուշագիր։ Սա դեմ իհարկե բողոքում են մարդիկ, կառույցները, կազմակերպությունները, մասնավորապես Արամ Համբալյանը եւ հունական կազմակերպությունները, բայց սա այն է, ինչ որ Թրամփն է ստորագրել։ Փաստորեն Թրամփը ոչ միայն քաղաքական հարցերի դոմինանտությունն է տալիս, շեֆությունը, հա, կոպիտ ասել, լուծելու իրավունքը Թուրքիային, այլ մի քանի քայլել առաջ է գնում։ Մշակութային ժառանգություն, այն էլ քրիստոնեական տալիս է մեկին, որ ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկը Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել է մզկիթի, վերածել է աշխարհի աչքի առաջ մզկիթի, ու դրան տալիս է խնդրեմ, մնացածներն էլ վերածել մզկիթի։ Սա գնում է զուգահեռ ՄԱԿ-ի կազմալուծմանը, սա զուգահեռ գնում է նաև Հայաստանի կազմալուծումը փաստացի, ու հիմա ինչից խոսանք, հա, դուրս է գալիս այս կոնտեքստից, ուրիշ տեղ չեն կարող գնալ, այս հոգեկան հիվանդի այսօրվա հայտարարությունը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը էներգետիկ համակարգերով միանալու են իրար, նույն պայմաններով օգտվելու են արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից, ինքը պնդում է սրա։ Ես ոսա կարդացի, ասել եմ մի վարքյան, էլի, sense չի լինում մի մարդը, ներես կարգի տգետը, չի կարող այս մասշտաբի որոշում կայացնել։ Սա հասկանում եք, այս որոշումների մեջ ինքը ոչ մեկ է, ասում է, он никто и зовут его никак։ Այս էներգետիկ այս համագործակցությունների մեջ ինքը ոչ մեկ է, որովհետև էներգետիկ այս կարգի համաձայնությունները սրանք համաշխարհային ցանցին միանալու, անջատվելու, սա ամենամեծ քաղաքականությունն է։ Էներգետիկների քաղաքականությունը ամենամեծ քաղաքականությունն է։ Սրա համար են մղվել եւ մղվում պատերազմները։ Ու Փաշինյան Նիկոլը մի օրվա մեջ չէր կարող որոշել ու հայտարարել ազգային ժողովի ամբիոնից, որ Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանում են իրար։ Ու ես այս մի ամիս սպասում եմ տարբեր այս կարգի հայտարարությունների հետ, ինչ ասելու Ռուսաստանը։ Ոնց թե հիշում եք Քոչարյան Ռոբերտի ժամանակ նույն էներգետիկ համագործակցության շրջանակներում գազի խողովակ էր անցկացվում Իրանից։ Դա կրկնակի չափսերի մեջ փոքրացրեցին, որ դա դառնա անիմաստ նախագիծ։ Ու այսօր Հայաստանը վերցնում է, հայտարարում է, որ ինքը էներգետիկ համագործակցության մեջ է մտնում Իրանի հետ ու Ռուսաստանից ոչ մի բան չկա։ Ներողություն, Ադրբեջանի հետ Ռուսաստանից ոչ մի ձայն չկա։ Մենք սերեք էինք մի քանի օր առաջ չէ թրիպի մասին խոսալուց, ասում էի, սա լինելու է նաև գազատարերի համար տարանցիկ կարի միջանցք։ Եվ ինչ ենք հասկանում այս ամեն ինչից։ Ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանն են միանում, այլ Հայաստանը տարածք է տալիս, բայց հայտարարում է, որ ինքը միանում է ինչ որ նախագծի էներգետիկ, որտեղ ինքը հավասարին գործելու է Ադրբեջանի հետ, եկամուտ ստանա, ուղարկի, ներմուծի։ Իհարկե սուտ է այս ամեն ինչ, ինչպես նախորդ բոլոր խոստումներն է սուտ եղել, նախորդ բոլոր հավաստիացումներն է սուտ եղել։ Սա մի մեծ խաղի, ասենց մեծ վերջի վարկանն են դնում դեմներս, ասում են սա այսօր քոնն է։ Այս ամբողջ հիմա որ ասենց ականջներից մեջ լսում եմ, գիտեք ինձ ինչա հիշացնում։ Հեչ լսել եք Բախի ֆուգաներն ու տոկաբաները։ Բախ, այն բազմաձայն, այն որ առաջի հայացքից լսողի համար մի քանի ձայներ ամեն մեկը ինքնուրույն ինչ-որ տեղ է գնում, չէ՞։ Բախի երաժշտությունը ինչով է հատուկ, որ ինքը բազմաձայն հետիք չի, ամեն ձայն առանձին շարժվում է։ Իբր թե առանձին է շարժվում, բայց որ լսում ես, ոնց որ ինքը հարմոնիայի մեջ է։ Ինքը
Առանձին է, բայց ոնց որ թե ոչ մեկին չի խանգարում։ Այնքան համաձայնեցված է ու վերջում գալիս կանգնում է նույն կետի։ Այմ այսուս նայում եմ ինչա կատարվում Ադրբեջանի հայտարարությունը, Թրամփի հայտարարությունը, Թուրքիայի հայտարարությունը, Հայաստանի հայտարարությունը, Ռուսաստանի լռությունը, սա մի հատ մեծ բախի երաշխիքություն է, ֆուգա։ Մեծ պալիֆոնիկ հնչողության մեջ բոլորը նույն բանն են ասում։ Ոչ մի կոնֆլիկտ չկա։ Հակառակ դեպքում Փաշինյան Նիկոլը ում շուններ նման հայտարարություն անելու համար։ Ռուսաստանը մեռել է, որ էներգետիկ կախվածությունից թռնին գնի Ադրբեջանի գիրկը։ Դա Հայաստանը պահելու միակ չասեմ, ամենակարևոր ձևերից է Ռուսաստանի համար էներգետիկ կախվածությունը։ Ու մեկ է Ռուսաստանը հանգիստ տալիս է սա Ադրբեջանին, իսկ մենք հասկանում ենք սա ինչի է բերելու։ Եթե նույնիսկ ինչ որ համագործակցություն եղա, նշանակում է մենք ինչպես բենզին ներկրելով են մեզ քիչ-քիչ, հեղուգազ ներկրելով են մեզ քիչ-քիչ, մտցնում ադրբեջանական շուկայից կախված լինելու, ադրբեջանական շուկայից չասեմ, ադրբեջանական մատակարարումներից կախվածության մեջ, հիմա էներգետիկ կախվածության մեջ են մեզ դնում, որտեղ ինչ է նշանակում համագործակցություն։ Դու ինչ ունես, որ դու համագործակցես։ Ինչ նավթ ունես, գազ ունես, թե ատոմակայանը տեսա էլեկտրաէներգիան է ծախելու Ադրբեջանի։ Ադրբեջանը թքած ունենա քո ատոմակայանի էլեկտրաէներգիայի վրա։ Այսինքն սա ամենամեծ կախվածությունն է, որ այս ճիվաղը վերցնում է, գցում է Ադրբեջանի գիրկը մեզ, ամբողջ Հայաստանը։ Սրանով է պայմանավորված նաև հեցի պետականացումը եւ հիշում եք հայտարարությունը, որ սա շատ մեծ ծախս է, որպեսզի պետությունը իր վրա վերցվի։ Տեսա կլսենք ոնց են այս ամեն ինչը հանձնում էլի թուրքերին։ Բա ոնց կարող է էներգետիկ համագործակցություն լինի եւ հեցը չլինի թուրքերինը, չէ՞։ Այս Թրամփի հայտարարությունը, սա ամեն ինչ պետք է նայել մի կոնտեքստի մեջ։ Մեկ կոնտեքստի մեջ, որտեղ հենց տենց էլ կա։ Ու ոչ միայն սա։ Ադրբեջան Անկարան էլի է ուզում։ Ինքը ուզում է նաև, որ հանկարծ Սիրիայում քրդերը ոչ մի ձևի ինքնություն չստանան։ Այսինքն ինքը ազատ կոտորի քրդերին, ոնց ուզում է, որտեղ ուզում է։ Եվ նույն ժամանակ Թրամփից պահանջում ասում է, ուրիշ պետության մեջ, ոչ դա Թուրքիան չէ, Սիրիայի մեջ հանկարծ նես չլինի, որ Սիրիան դառնա ֆեդերացիա, որտեղ փոքրիկ, ասենք, ֆեդերատիվ կիսանկախ բաներ կլեն, միավորներ կլեն, որ հանկարծ քրդերը ոչ մի անկախության միավորում, թեթև նույնիսկ հիշեցնող միավորում չունենան։ Սա ինքը խոսում է Թրամփի հետ։ Այսինքն Հայաստանի հարցերը լուծել է արդեն, ճանապարհների հարցերը լուծել է, ինքը արդեն անցել է քրդական հարցին։ Հանկարծ ոչ մի բան այնտեղ հակառակ իրա չլինի։ Իսկ ինչ է կարծում, ինչ անելու Թրամփը։ Ես ասում եմ Թրամփը ամեն ինչ։ Եթե սա քրիստոնեական ժառանգությունն է հանձնում այս պիղծին, որ Սուրբ Սոֆիայի տարածը վերածել է մոսկիտի, քրդերին ինքնավարություն չտալ է ինչա։ Բայց այս ամեն ինչը պետք է նայել ոչ թե խուճապի տրամադրության մեջ, այլ մի քիչ այլ ձևով, որի մասին խոսում է, ուզում սա լսեք, Կարինե Գևորգյանը։ Ուղղակի այս մի փոքրիկ հատվածը լսենք, ուրիշ բանը հարցազրույցից է, ուղղակի նաև սրա մասին է լինելու։ Հատուկ այս ամեն ինչին նվիրված չէր։ Решение Вудро Вильсона помнит, да, все-таки как-то. И ответвление от КТК к Баку-Джейхану, но это, как я понимаю, еще бабушка надвое сказала, равно как и то, что все собираются, понимаете, какое десятилетие собирается транскаспийский газопровод построить, да, и
который тоже пройдет через территорию Азербайджана и Турции на запад. Более того, в Азербайджане-то, ну все это уже знают, падает и нефть, и газодобыча. Они там договоры сумасшедшие заключают, по крайней мере, по газу, да, с Европой, грозясь всех обеспечить. Вопрос, это чей будет газ-то все-таки? Раньше я так предполагала, что газпромовский. Вот, но я уже как-то не так уверена, что в том числе все-таки российская часть «Газпрома» — это транснациональная компания. Вот, хотя это национальное достояние у нас, но тем не менее, там транснациональная составляющая имеет место же, правда? Вот, не уверена, что так уж легко будет этот газ поставлять через территорию Азербайджана, тем более, глядя на политику Ильхама Алиева и дистанцирование. Он, конечно, может повернуться опять на 180 градусов, рассказать, какой он друг Путина и его семьи, и как они семьями дружат и с днями рождения друг друга поздравляют, но все равно уже скрыть ту медиакомпанию антироссийскую в азербайджанских средствах массовой информации. Ну, կներեք ես մոռացել եմ որ սփյուռքի ներկայացուցիչների համար ես պետքա թարգմանեմ ամեն դեպքում սա խոսում է Բաքվի գազի նավթի պաշարների մասին որ այն որ ինչ խոստացել է Եվրոպային չունի եւ ընկնում է պաշարները Ադրբեջանի եւ նա չունի այդքան վաճառելու ենթադրում է որ պետքա Ռուսաստանինն էլ լինի Ռուսաստանից վերցնել վաճառել բայց ոնց որ թե Ռուսաստանինն էլ չի լինելու դա չնայած ինքը բադիդերացական հարաբերությունները պահում Պուտինի հետ, բայց հակառակ գործողություններ են իրականում Ադրբեջանում։ Այս կրանք առաջ։ Интернет-то все помнит, да, все-таки как-то. Многое было сказано и оскорбительного, и взаимодействия, и поддержки того же Зеленского и тому подобное. Ну да, можно сделать вид, да, дипломатически я даже тоже из сундука нафталином пропавшее решение Вудро Вильсона, вот, и скажет, вот, делаем Западную Армению, вот, и Курдистан, тоже из сундука нафталином друг друга поздравляют, но все равно уже скрыть ту медиакомпанию антироссийскую в азербайджанских средствах массовой информации, на самом-то деле точно не забудут. Все испорчено уже так серьезно, да, не надо было этого делать. Вот, и, судя по всему, я так понимаю, что ну, даже и Трамп на Алиева-то не особо хочет опираться. Вот, тем более, что у американцев и у Трампа там свои тоже козыри в рукаве в отношении и Турции, и Армении, и Азербайджана, и Курдистана частично. Ըստ Կարինե Գևորգյանի, որը տարածաշրջանի ամենահայտնի մասնագետներից է Ռուսաստանի Պուտինի հետ շատ պուտինիստ, ասենց ասեմ, այն կարծիքին է, որ Թրամփը առանձնապես նույնիսկ Ադրբեջանի վրա չի ուզում հենվի ու չմոռանանք, որ ոնց որ ձեռքի մեջ մի մեծ հաղթաթուղթ կա իր Եվ այս տարածաշրջանում բոլորի վրա հայերի, ադրբեջանցիների հետ կապված, թուրքերի հետ կապված, քրդերի հետ կապված Азербайджана и Курдистана частично, потому что вспомнят, вытащат на свет и тоже из сундука нафталином пропавшее решение Вудро Вильсона. Եվ ասում եմ կհիշի եւ այդ հայտնի սունդուկից կհանի արդեն հնացած Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը։ Ըստ որի կա Քուրդիստան, կա Մեծ Հայաստան Եվ ինչ-որ Թուրքիայից ինչ-որ մնացորդ։ Ես հիշեցնեմ, որ պարբերաբար այդ խոսակցությունները դուրս են գալիս այն ժամանակ, երբ որ պետք է լինում Թուրքիային զսպել։ Պարբերաբար դա մեր կողմից չի, դա Ռուսաստանի կողմից է դուրս գալիս, Ամերիկայի Միացյալ Նահանգներից է դուրս գալիս, բայց այսօր Թրամփին դա պետք չի։ Թրամփը նայում է Էրդողանին, որպես իր կարգի հավասար մի խաղացողի։ Ինքը այդ տեսակից է Թրամփին դուր է գալի Պուտինը, Թրամփին դուր է գալի Ալիևի նման, Էրդողանի նման, Նետանյահուի նման, այս կարգի քաղաքական, ճակերտավոր եմ ասում, գործիչների, իսկ այս ամեն ինչի մեջ Էրդողանը կարգի լուրջ քաղաքական գործիչ է երևում, է մնացածների հետ համեմատած։ Դա ման ինքս տվել է
Թուրքիային, բայց դա չի նշանակում, որ սա վերացել է, սա մոռացվել է ու սա չի օգտագործելու երբեք, որտեղ դեռ դրած է դա։ Դրած։ Հիմա մեր խնդիրն է, մենք գոնե չմոռանանք դրա մասին, հակառակ սկսենք սեղմել դրա վրա։ Вот, и скажет, вот, делаем Западную Армению, вот, и Курдистан на территории Турции. Вы думаете, Эрдоган этого не опасается? Это для поверхностных экспертов, это так, наплевать и забыть. А для Ասում են, ձեզ թվում է դրոնը դրա մասին մոռացել, ասում է այդ մակերեսային էքսպերտները դրա վրա թքած ունենան, բայց ոչ Էրդողանը։ Էրդողանը հասկանում է դեռ ինչա դրած։ Эрдогана это вполне актуально. И, по крайней мере, он пытается, например, что удивительно, если в Азербайджане имеет место просто государственная армянофобия, вот, я не уверена, что в старших, по крайней мере, поколениях и средних поколениях в народе она уж так проросла. Судя, все-таки не всех она коснулась, но она имеет место. Да, такая, знаете, биологическая армянофобия, но Эрдоган-то совсем себя иначе по отношению к армянскому фактору. Я не этносу говорю сейчас, фактор. Համատության համար ասում եմ Ալիևի եւ Էրդողանի բավարարը հայերի նկատմամբ։ Եթե Ալիևի մոտ լրիվ հայաֆոբիա է, այդ ատելությունը բասագույն մակարդակի վրա է, Էրդողանը մի քիչ իրան ուրիշ ձև է պահում, որովհետեւ հասկանում է, դե մի բան կա դրած, որ իր դամոկլյան սուրն է գլխին կախված։ Вел себя. И он пытался всячески снизить возможности курдского фактора через армян. Я немало бывала в Турции, мне это хорошо известно. И общалась с турецкими коллегами. Не надо упрощать всю эту историю. Եվ ինքը միշտ քրդերին, ասում եմ, քրդերի ֆակտորը չեզոքացել է հայկական ֆակտորով։ Ես ասեմ ոնց։ Հենց քրդերին ակտիվացնում է, թուրքական մեդիան հիշում է, թուրքական, որ այն տարածքները, որտեղ որ քրդերը բնակվում են եւ ապրում են, դրանք հայկական տարածքներ են։ Որ հենց քրդերի ձեռքով են հայերին այդտեղ ցեղասպանել, նաեւ եւ քրդերն ապրում են հայկական այսօր տարածքներում։ Դա մշտապես իրենց մոտ կա։ Դες չեն չեզոքացնում։ Երկուսն են հանցագործ են։ Քրդերն էլ, թուրքերն էլ։ Ոգի քրդերին ժամանակ մտածում էր, որ մտածում են, եթե լավ ծառայություն մատուցեն իրենց եղբայր թուրքերին, հա, ստանալու են բոլոր իրավունքները այն ինչ որ կմնա հայերից։ Հա, հողիդ, գույքի եւ այլն եւ այլն։ Ինչու մի բան ստացան, բայց ոչ ամեն ինչ ինչ ուզում էին ու հենց պետքա լինում իրանց հիշացնում են, որ այն ինչ որ դուք ունեք դա ձերը չի, դա հայերինն է, բայց մեզ այդ մասին չեն ասում։ Плюс ко всему, вот сейчас тот же Пашинян борется с... Я сейчас, это, конечно, не тема, вы не задавали вопроса, да, у него конфликт с католикосом и с армянской церковью, да. Ну, казалось бы, уж тем более вас там в Казахстане, почему это как-то должно касаться. Но это борьба-то за те же самые активы, потому что в армянской церкви немалые активы. Я бы хотела даже спросить, армянские церкви на территории Казахстана? Նույնիսկ այն հիմա ասում եմ դուք այդ հարցը չեք տվել, բայց ես նա մասին պետք է խոսամ կաթողիկոսի վրա ինչի է հարձակվել Փաշինյան Նիկոլը, որովհետև եկեղեցին ինքը մեծ ակտիվներ ունի հենց Թուրքիայի տարածքում, մեծ սեփականությունն ասում է, ես չգիտեմ, ասում է Ղազախստանում էլ երևի ունի, բայց Թուրքիայում շատ ավելի շատ ունի, քան հայեր կան այնտեղ ապրող։ Недвижимость. Понимаете, уже это, да, вот хотя бы земля под ними и тому подобное. Ну ладно, Казахстан, ну, это минимально. А в Турции-то ее немало. Там армян мало, а активов достаточно, в том числе недвижимости. Если кто-то думает, что Турция это такой бандитский конгломерат, он ошибается, там существует... Are you researching that? Խոսքով, բնականաբար ես ամբողջ հաղորդումները ձեզ ցույց չեմ տա, բարձ խոսում եմ։ Բարձ ասում եմ, որ այսօր էսա վիճակը, բայց այնտեղ այդ հանգամանքը կա, այդ Վոդրովիցենյան որոշումը, այնտեղ կա դա մասին գիտեն թուրքերն էլ, քրդերն էլ, եւ այս եկեղեցու դեմ արշավն էլ կախված է այդ կազմակերպված է հենց այդ բանի մեջ, մտնոլորտի մեջ, բան չի է Էրդողանը հայտարարում, որ երկու թշնամի ունի, դա եկեղեցին ու Սփյուռքն է,
որովհետև Սփյուռքը ընդեղ է պայքարում այս որոշումների դեմ, եկեղեցին էլ հսկայական սեփականություն ունի Թուրքիայում, որ իրանք չեն կարող ոչ մի ձև խլել, բացի, ասենք, իրանց տիրապետության կամ կառավարման տակ անցկացնելով տիրապետեն այդ տարածքներին։ Այո, տարածաշրջանում շատ վատ է մեր վիճակը, շատ վատ, բայց դա չի նշանակում, որ հավերժ է սենց գնալու։ Մենք ունեցել ենք սենց վիրումներ։ Ես չեմ ասում սա մխիթարելու համար, ուզում ասեմ, որ միշտ ելք կա, բայց ելք կա նրանց համար, ովքեր փնտրում են։ Հանձնված մարդկանց համար երբեք չի լինում հարմար պահ կամ ելք։ Այո, խնդրեմ։ Էրդողանը ասում է, սիրիացի քրդերը պետք է զենքերը վայր դնեն։ Դա իր երկիրը չէ։ Իր երկիրը չի։ Սիրիացի քրդերը պետք է զենքերը վայր դնեն։ Եթե Հայաստանին ինչ-որ ձևով իրան կարողացել են Փաշինյան Նիկոլի ձեռքով խեղդել, ամորձատել, սարքել ինչ-որ մի հատ ամորֆ բան, քրդերին չեն կարողանում անել։ Այ քրդերին չեն կարողանում անել։ Ու սա իրանց համար լուրջ խնդիր է, եւ լավ է, որ լուրջ խնդիր է։ Ուրա թե սա պայթեր ներսից։ Այստեղ մի հատ բան էլ կա, տվյալներ կա, ասում եմ ձեզ հետ կիսվեմ դրանով։ Զուգահեռ Թուրքիան սկսում է քրիստոնյայի արտաքսումը։ Նրանց ազգային անվտանգության համար սպառնալիք է կոչում։ Քրիստոնյային զուգահեռաբար արտաքսումը, սրա մասին գիտի նաև Թրամփը, բայց քրիստոնեական ամբողջ, ոչ միայն քրիստոնեական, ոչ միայն հայկական, ամբողջ քրիստոնեական եւ այլ ազգերի մշակույթներ տալիս է սրան։ Հիմա ես եմ հարցնում, ինչ տարբերություն սրա Թրամփի, Փաշինյան Նիկոլի, Պուտինի, Նետանյահուի, Ալիևի մեջ։ Ինչն է տարբերությունը։ Անազգանունը։ Երեք։ Բայց ես առանձնապես այլ տարբերություն ես չեմ տեսնում սրանց մեջ։ Հիմա լսենք թուրք գիտնականի, այդ իսկ մասին ինչ ասում։ According to Turkish professor Salim Joyce, head of the history department at İnönü University in Turkey, approximately 600,000 Armenians, mostly children, were converted to Islam between 1915 and 1923 alone. Թուրքական համալսարանի պրոֆեսորը ասում է, որ տարապես 60 այդ ժամանակում 600,000 հայը 15-ից 18 թվականները իսլամացվել։ Should have approximately 4 million descendants in Turkey today. Որոնք ունեն արդեն 4 միլիոնանոց սերունդ այսօրվա վիճակում։ According to Italian professor and cleric Giovanni Guida, at least 150,000 more Armenians, also mostly children, were converted to Islam in 1895. Իսկ 1895 թվականին 150,000 հայ երեխաներ են իսլամացվել։ Սա իտալացի պատմաբան է։ They should have approximately 1 million descendants in Turkey today. Therefore, there should be at least 5 million descendants of these Armenian children converted to Islam Առնվազն ամենամեղ հաշվարկներով 5 միլիոն իսլամացած հայեր կան հիմա։ Between 1895 and 1923 in Turkey today. Այդ արանքում, այդ 95-ից մինչև 15 թիվը 20 տարվա մեջ մասնա խոսքը։ According to scholars, up to 80% of the population of modern Turkey, more than 60 million people, have some form of Armenian ancestry. This is confirmed by the results of genetic tests carried out on a large scale among Turks, during which most of them discover that their blood contains up to 65% traces of Armenian origin. Եվ ընդհանուր հաշվամբ, ասում եմ, հաշվում եմ, որ 60 միլիոն մարդ Թուրքիայում 60 միլիոն մարդ հայկական անմատներ ունի։ 60 միլիոնի մեջից արյան տեստի անալիզի մոտավորապես 65%-անոց հայեր են։ 60 միլիոնը։ Անես որ մեզ ասում են, ես մեկ որ մտածում եմ Թուրքիան գրավում է Հայաստանը, մենք ասում են բլիմի վարկի, բայց Հայաստանն է գրավել, վաղուց Թուրքիան։ Տարբերությունը գիտեք որն է, որ հայերը այդքան էլ էվի տեղակ չեն, որ իրենք հայ են։ Շատերը գիտեն, շատերը ծպտված են, շատերի մոտ այդ բանը հիշողությունը կա ընտանիքում փոխանցվել է, բայց շատերի մոտ էլ ջնջված է։ Մեզ դրա համար եմ անդադացում, եթե ես
ունենամ այնքան փող, որ կարողանամ իմ ծրագիրը իրականացնել, ուղղակի անվճար փոստով այս գենետիկ տեստերից ուղարկել Թուրքիա, անվճար բոլորին։ Նվեր։ Պատկերացնում եք ինչ կկատարվի այդ երկրում։ Մեկ էլ 60 միլիոն թուրք բացահայտում է, որ ինքը թուրք չի, առնվազն թուրք չի, իսկ ավելի ճիշտ 65%-ով հայ է ինքը։ Այսենց են քայքայվում երկրները։ Առնվազն գոնե թշնամական ռետորիկան սպառնալիք Հայաստանի նկատմամբ կմեղմանա, ես չեմ ասում կվերանա, կմեղմանա, իսկ եթե մի քիչ լավ աշխատես դրա վրա, դու կարող ես ամեն ինչին վերատիրանալ։ Բայց դա նորից պետություն, պետականությունն է պետք։ Որը ստեղծում է պետություն եւ պետականություն գնահատող մարդը, ոչ թե քաղաքական գործիչները։ Քաղաքական գործիչները կարող են ընդհանրապես առաջնորդներ այդ մարդկանց, բայց պետություն եւ պետականություն ստեղծում են մարդիկ, բնակիչները, որոնք բնակչից վերածում են քաղաքացիների։ Այս սա որ մենք չունենք։ Մենք երբևէ քաղաքական գործիչի կամ խելոք գլխի պակաս չենք ունեցել։ Ուղղակի չի եղել բավարար այն քաղաքացիների շերտը քանակությունը, որոնք կարող են որակական փոփոխություն պարտադրել։ Որակական։ Ասեց սա չեմ ուզում, սա եմ ուզում։ Որովհետև իմ տեսակին հարիրա եւ հատուկա սա։ Ամոթանա, իմը չինա, հայը չի կարա կեղծող լինի, այ չի կարա քծնող լինի, այ չի կարա ստոր դավաճան, մի խոսքով։ Այ չենք ունեցել բավարար քանակի այդ ժողովուրդը։ Եվ կարծում ձեր օգնությամբ մենք դա կարող ենք անել։ Այ եթե ես դրան չհավատամ, այս գործը իմաստ չի ունենալու ինչ որ ես անում եմ հիմա։ Կամ այն ինչին որ մենք ենք լծված։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք անել։ Ես ակնկալում եմ դառնում ձեր ակտիվ մասնակցությունը։ Այո, եւ բարեկամների հետ խոսելու, կռվելու, վիճելու, ընկերների հետ ապացույցներ ներկայացնելու կամ չներկայացնելու, բայց սա ակտիվ գործունեություն է, որ պետք է լինի։ Որովհետեւ ասեմ, կարող է այդ պահին ձեր հակառակորդը, չասեմ հակառակորդը, ասեմ ինքը հակառակորդը, այլ բա ինչա։ Այդ պահին ինքը չհանձնվի, չուզենա պարտված է եղալու, բայց չի բացառվում, որ ինքը մեկ օր, մեկ շաբաթ, մեկ տարի հետո կսկսի մտածել դրա մասին։ Ձեզանից հեռու, որ դուք այդ մասին չիմանաք, հանկարծ որ դուք չմտածեք, որ ինքը պարտված է։ Չէ՞ որ մարդիկ հիմնականում կռվում են, վիճում են նրա համար, ոչ թե համաձայն չեն, այլ որ հանկարծ դիմացինի չիմանա, որ ինքը ճիշտ էր, ես սխալ։ Սա էլ վախից, թուլություններից, տկարությունից է գալիս։ Բայց դա կա։ Դրա եմ ասում, process-ը պետք է արվի, թեկուզ մի ամիս հետո հասկանա։ Չէ՞ որ ամիսները սենց տենց անցնում են, տարիներն էլ են անցնում։ Պետք է աշխատել, պետք է անտրտուջ աշխատել, աննահանջ աշխատել։ Ստաբիլություն։ Ոչ մի տաղանդավոր մարդ նույնիսկ հաջողության չի հասնում, եթե նրա աշխատանքի մեջ ստաբիլություն չկա։ Հանճարները հա դրանք գիժ են, նրանց բան պետք չի, բայց չեն են հանճար։ Տաղանդավոր մարդիկ հասնում են արդյունքի ստաբիլ աշխատանքի արդյունքում։ Դե ես ընդունում եմ, որ մենք հանճարներ չենք, բայց գոնե ստաբիլ աշխատանքի արդյունքում կարող ենք չէ մի բան ստանալ, մի բանի հասնել։ Չէ՞ որ եթե ստաբիլ ես աշխատանքներ եթերները չներ 1900-ից ավել։ Մենք այսօր 3000 հետևող չենք ունենա։ Իմիջիայլոց բաժանորդների թիվը մնացել 103000, չի ավելանում։ Ասեմ 50%-ը մեզ նայողների դեռ բաժանորդագրված չի, դա էլ պետք է ասեմ։ Լավ, գնանք առաջ։ Լսենք Գարիկ Ասպարովի։ Ինքն էլ ասամ ասեմ։ Единственный объективный, как говорится, вот статистический материал можем получить из переписи населения конца 19 века в российской. Սա եղամ Մոսկվինա, հարցատվել, թե հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ճիշտ է արդեն լուծվել է, ճիշտ է արդեն խաղաղությունը Հայաստանում բան է։ Այս կոնտեքստի մեջ է պատասխանում Գարիկ Կասպարովը։ Պատասխանել իհարկե ոչ։ Չիմասն է խոսքը։ Империи, которая фиксирует, что подавляющее большинство, там больше 90% населения этой территории, тогда она
ну, не называлось так, как называется сейчас, вот, а были армяне. Ասում եք, գիտեք ինչ, շատ հեռու չէ պետք չի գնալ, 1000 տարի առաջ պետք չի գնալ, ընդամենը 100 տարի ենք հետ գնում, որ ռուսական կայսրությունը դե մարդը համալ ունի։ Մարդը համալի տվյալներ կա, որ 90% ավել այդ ամբողջ տարածքների մասին, ինչի մասին որ խոսում եք, հայերն ապրել։ 90% аvel. Потом дальше мы знаем то, что Ленин, который рассматривал Турцию как главного союзника, вот такой локомотив революции в этом регионе, он передает две территории: Нахичевань, населенный как бы пополам армянами и азербайджанцами, и Карабах, населенный исключительно армянами, в Азербайджан. И Դե ասում հետագայում Լենինը դիտարկում էր Թուրքիային որպես գործընկեր, Նախիջևանն ու Արցախը տալիս է Ադրբեջանին, որպես կոմպլիմենտ։ Ինչ գիտեք ինչն է հետաքրքիր։ Այս ամեն ինչում։ Ինչի են բոլորը թուրքերին այդքան լուրջ ընդունում։ Լենինը այն ժամանակ, Թրամփը հիմա, հա՞։ Ինչի։ Ինչն է պատճառը, ինչ են կարողանում դրանք անել, որ մենք չենք կարողանում անել։ Այ սա շատ կարևոր է։ Հենց այդ հարցի պատասխանը գտնենք, գուցե մենք շատ հարցեր լուծենք դրանով։ это создает, ну, естественно, такое минное поле. Это то, что, кстати, большевики, потом это Сталин делали регулярно. То есть, на самом деле, создавая вот эти минные поля, там, перекраивая карту для того, чтобы распада Советского Союза, ну, в случае потенциального выхода республик, там, чтобы всегда эти... Ясно, եւ դրանով ստեղծեցին, ну, պայթյունավտանգ տարածքներ, որ բոլշևիկները անընդհատ դա անում էին, որպեսզի հանկարծ մեկի անկախանալու պարագայում դա պայթեցնեն։ Эти мины взрывались. Теперь последнее, просто, ну, так как времени действительно уже очень мало осталось, на самом деле, как бы, есть одна деталь, которая принципиально, мне кажется, разделяет вообще вот проблему Карабаха там, с Крымом, который вспоминает многими другими проблемами. На самом деле... Մի հատ բան կա, շատ կարևոր, որի տարբերում է եւ առանձնացնում է Արցախի խնդրը, проблема. В законе Советского Союза, который был принят в 90-м году, предусматривались довольно четко правила выхода союзной республики. И четко указывал, что автономные республики и национальные группы компактного проживания должны голосовать отдельно. И в случае вот, как вот этого распада они имеют право на собственное самоопределение. Это очень важный момент, который сейчас многие игнорируют, поэтому вопрос суверенитета Азербайджана, он, скажем так, носит, ну, такой, он сомнительный характер. Вот. А главное другое, я всегда исходил из того... Բերեց օրենքից, որ սովետական օրենքներով դա ամեն մի միավոր վարչապետարական ինքը իրավունք ուներ առանձին հարակ վերացնել եւ առանձնանալ։ Դե ասում եմ, ըստ դրա Ադրբեջանի այսօրվա այդ անկախ ստատուսը կապչակը մի քիչ շատ վիճելի է, բայց ասում եմ նույնիսկ դա չի կարևոր։ Что в таких конфликтах, когда очень трудно найти, как говорится, вот исходную точку, и всегда будет обвинение с одной или другой стороны, принципиально является то, кто первый проливает кровь. И могу сказать, как... Ясно. Ու ասում ամենակարևորը, սենց վիճակները, որտեղ ասում կարող խնդրահարույց հարցեր կան, հա, իրավական իմաստով, ամենակարևոր հարցը է նա, ով առաջինը աջուն թափում։ Սա ամենակարևորն է։ Как бы для того, чтобы понимать, что у меня нету как бы четкой как бы ориентации на одну или другую сторону, когда такая ситуация произошла в бывшей Югославии, я встал на сторону на сторону хорватов и боснийцев. Ասում որպեսի չմտածես հատուկ վերաբերմունք ունեմ այս ամեն ինչին, նմանատիպ իրավիճակում, երբ որ եղավ Յուգոսլավիան, ես խորվատների եւ բոսնիացիների կողքին կանգնեցի։ Ինչի? Поддерживал боснийских мусульман ровно потому, что сербы проливали кровь. Որովհետեւ սերբերը արձակվել է եւ ցեղասպանություն են իրականացնում։ Այդ պատճառով է ես կանգնեցի խորվատների կողքին։ Որովհետեւ սերբերն են առաջինը արձակվել եւ ցեղասպանություն են իրականացնում։ Совершенно очевидно, что исходной точкой вот этой трагедии является Сумгаитский погром. И никакой... Եվ նույն ասումը այս պարագայում առաջի նման դեպքերը հենց եղավ սկսեց Սումգայիթից, հետո քաղաքները ասում արդեն միջև Բաքու։ Վերջ սա է խնդիրը, դու այս բանի մեջ պետք է նայես խնդիրը։ Իրականում սա է, առանց չափազանցնելու ազգային պատկանելիության բաներ մտցնելու մեջ, հա, որ ես ասում կարող կես հայ եմ եւ ես նախընտրությունն եմ, ասում ես իմ նմանատիպ աջակցությունը հայտնել եմ արդեն։
Որտեղ երբ սերբերը սկսեցին կոտորել, ես կանգնեցի միանգամից խորվաթների կողքը։ Ու սա նմանատիպ վիճակը անկախ ազգությունից ճիշտ է պետք է հասկանանք։ Շատ կարևոր է, որ սա եղավ Մոսկվայով գնում։ Բաքուները սկսել ադրբեջանցիներին վերաբերնակցնել Ստեփանակերտում։ Բա։ Այո, ընկերներ։ Բաքուն միջև մա չէր անում, գիտեք ինչի։ Ենթադրում եմ, ես հաստատ Դալիևը չի զանգել ասել։ Թույլտվությունը չուներ։ Հիմա երբ Թրամփը ասել է, ուրեմն տարածաշրջանը քանի որ ձերն է, Հայաստանն էլ արդեն ձերը, Փաշինյան Նիկոլն էլ է ձերը ու ձերն է լինելու, քանի ինքը կա, դուք կարող եք վերաբերնակցնել։ Տեսեք, 5 տարի է անցել պատերազմից։ 5 տարի։ Ինչի Ադրբեջանը ոչ մի քիչ չէր անում այդ ուղղությամբ։ Ինչա ճանապարհ չկա, ինչ չկա, ամեն ինչ կա։ Ապրելու տեղ չկա, ամեն ինչ կա։ 5 տարի։ Հիմա են անում։ Հիմա են ստացել թույլտվությունը։ Թրամփի կողմից։ Այսօր մենք հունվարում ենք նոյեմբերի սա ճակատագիրը որոշում է։ Այսինքն 10 ամիս։ Չէ, մի քիչ շատ։ 11։ Ու այդ ընթացքում ընտրություններ ունենք մենք Հայաստանում։ Այդ ընթացքում հոկտեմբերին լինելու է Իսրայելում ընտրություններ, որը շատ կարևոր է։ Գանք մեր եպիսկոպոսած խնդիրներին կարճ ուղղակի անդրադառնանք։ Էլի մեր Էդգարյան քահանա Սերոբ Ազարյանը անդրադարձել է այս խնդրին եւ պատասխանում է տիրադավներից Վազգեն arczepiskopos Միրզախանյանին Սիրիկայում կեղծ հայտարարություններ, կեղծ ինֆորմացիա տալու համար, եւ հարցեր աղում, հարցեր ու ես ընդամենը մի հատված եմ ուզում կարդալ դրանից։ Բազմաթիվ հարցերից հետո ուղղակի ինձ ամենաշատը սա էր կարևոր թվում։ Որևէ խառնակիչ տիրադավ չպատասխանեց այն հարցին, թե ինչու Արցախում հարյուրավոր եկեղեցիներ թշնամուն հանձնող ռեժիմը այսօր հանկարծ եկեղեցասեր, սրբություն բերող դերասանական կապիտություններ անում եւ բռնի միջոցներով սպառնալիքներով է հոխում սուրբ պատարագի լեզուն, բնագիրը, հայրապետական հիշատակության բաժին է, եթե նրանք միջև վերջին 2 ամիսներ առաջ գրավոր բերանացի ընկալմամբ ընդունում էին ամենայն հայոց կաթողիկոսի հանգամանքը եւ ոցումը, ապա ինչու հենց նրանք էին հանկարծ կրճատում զեղչուն վեհապարի անունը եւ պատարագի սրբությունը մի փողոցային պղծաբերան սրիկայի համար։ Եթե կողմ են Նիկոլի եւ նրա պղծության, ապա արդեն հարց եկեղեցու թշնամիներ են, եթե ոչ, ապա ինչու են գիտակցաբար դա զեղչում։ Թող ընտրեն կամ տիրադավ եւ ստախոս հակաեկեղեցական հերձվածի կողմնակիցներ եւ կամ ճնշված նիկոլական բնության ենթակա այ պարագայում ամբողջովին օրինական է բռնատիրական Հայաստանի պարագաներում որևէ եպիսկոպոսած ժողով չգումարել, բայց չեն կարող երկու աթոռների վրա միաժամանակ նստել, որովհետեւ դա հենց կեղծավոր է, ապշտակից նենգադավ։ Մի խոսքով, այս ամեն ինչի համար, որովհետև կաթողիկոսը եպիսկոպոսած ժողով է հայտարարել արտասահմանում կարծեմ Վիեննայում, ես բանի լավ չեմ հիշում։ Եվ սրանք անհանգստացած են, որ ինչու են եկեղեցում չի, ինչու Վիեննայում։ Եվ այս ֆոնին սա մետաֆիզիկի նորություն իմացա, ուզում եմ կարծել դիսվել։ Աստորեն այսպիսի բաներ են լինում։ Մեկ օր ապրեցի դժոխքում, ինչպես Տեր Արտաշեսը հետ կանգնեց եկեղեցին ճակերտավոր բարեմորոքելու իշխանական նախաձեռնությունից։ Աստորեն արդեն խոստովանում է, որ չի հասկացել գայթակղվել է եւ ներողություն է խնդրում իր արածի համար։
Ասում ինձ մի բար թվաց, թե դա ճշմարտություն է, ինչ ասում են։ Չեմ կարող մարդկանց հետ անձնական զրույց հրապարակել։ Հա թե ինչ են ասել։ Եվ ամենակարևորը, ասում է, եկեք այսքանով սահմանափակվենք, ես որևէ մեկի քննադատելու, նվաստացնելու, վատ բան ասելու ցանկություն չունեմ, թող լինի Աստծո կամքը։ Եվ իր արածի համար ներողություն ախնդրում, հապշտապ որոշում կայացնելու համար։ Որովհետև երեկություն տարածել, որ Արտաշեսը միանում է հայրաքելական մի խոսքով։ Հա, այդ փոփոխություն տիրադարների բանին, պրոցեսին։ Ու ասում է, սեր լավ է գերը։ Իմ ծուխի սիրելի անդամներ, իմ ողջ ծառայության ընթացքում ես փորձել եմ հավատարմորեն ծառայել ձեզանից յուրաքանչյուրին, պահպանելով սուրբ եկեղեցու կարգը եւ նույն պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ այսուհետ եւս շարունակել եմ իմ սպասավորությունը։ Հոնարաբար հայցում եմ ամենքի ներողամտություն եւ խնդրում եմ հիշել ինձ ձեր աղոթքներում։ Գնահատելի է։ Ուր թե Նիկոլն տրած, Նիկոլին պաշտպանած, Նիկոլին աջակցած, ցանկացած մեկը այսքան համարձակություն ունենար ներողություն ասելու։ Ես կարծում ներողություն ասելու համար խելքից բացի ամենաշատ կարևոր հանգամանքը համարձակությունն է, ավելի կարևոր հանգամանքը, քան խելքը։ Մարդ կարող է շատերը հասկանում են իրենք սխալ են, համարձակություն չունեն խոստովանել։ Եթե ճանաչում եք հարգանքներս, ես հոգևորականին, իսկ սա քարով կաթողիկոսի գլուխը ջարդելու համար կոչանողը, որը դատախազի, գլխավոր դատախազի քերին է, քրեական գործը կա, բայց մեղադրել չկա, նույնիսկ չեն կանչել հարցաքննման։ Ուրեմն ձայնագրությունը կա, ասողը կա, քրեական գործը կա, բայց չեն կանչել հարցաքննության։ Ինչպես եւ կանխատեսում էինք։ Ինչը ինքը գլխավոր դատախազի քերին է։ Եթե գլխավոր դատախազի քերին ես, կարաս ինչ ուզես ասես։ Եթե գլխավոր դատախազի քերին չես, քրեական գործը տեղում ձայնագրության վրա, հիման վրա, էլ չեմ ասում էլ Դանիել Իոնիսյան կա, մի անգամից ընդ գրում է, այնտեղ էլ քրեական գործը վոլա։ Այստեղից հետևություն։ Հայաստանում օրենքները խախտում են հենց իշխանություն ներկայացնող մարդկանց ազգականներն ու բարեկամները, հենց իրենք։ Ես ուզում եմ Սամվելին լսենք, դա բաներ է։ Կան էփիկ Հարոզանով դպրոցի տնօրենը։ Լեգալիզացումը ինչով կօգնի մեր հասարակության այս պահին, որքան երիտասարդ մենք դրա հաշվին կկարողանանք փրկել, որ Ծանոթացեք, Ռուզիկ Երեմյան, Կոջոյան դպրոցի տնօրենն է, ով կոչ է անում գրոհել Վեհարանը։ Եվ Վեհարանը վեհին վերադարձնենք։ Լեգալիզացման քարոզից դեռ մի քանի ամիս առաջ սույն տիկինը պնդում էր։ սկսում են հասարակ ձեր ասած մարի եւ շատ կարճ ժամանակահատվածում իրանք անցնում են ավելի թունդ, ավելի քիմիական Ինչ սկզբունքային դիրքորոշում ունեք։ Ուղղակի կրկած ասում, սկսում են անմեղ իբր մարիխուանայից, հետո անցնում են ավելի ուժեղ նարկոտիկների։ Այս մարդը դեմ էր։ Տիկին Ռուզիկ։ Ես միշտ եղել եմ սկզբունքային եւ մնալու եմ իմ սկզբունքներին հավատարիմ։ Համոզված եմ, որ նույն սկզբունքային դիրքորոշմամբ այժմ ծառայում եք Փաշինյանին, վաղը ծառայելու եք նոր իշխանությանը։ Մեր մանկավարժը խիստ մտահոգ է, որ կաթողիկոսը լավ օրինակ չի ծառայում երեխաներին։ Չի կարող լինել անչափահաս երեխաների վեհապարը, որովհետեւ ինքը վատ օրինակ է ցույց տալիս։ Տիկին Ռուզիկ, իսկ դուք ինչ օրինակ եք ծառայում։ Արցախցիների նկատմամբ ատելության խոսքի օրինակ, տարը սխալներով գրելու, դպրոցը կուսակցական շտաբ դարձնելու օրինակ, պաշտոնեական դիրքը չարաշահելու, հայհոյելու, իշխանություններին քծնելու, թե ուռելու օրինակ։ Հստակեցրեք, խնդրում եմ, այդ որ օրինակն եք ցանկանում ծառայել, տիկին մանկավարժ։ Լավ, հայրը նավաճառներով, անաստվածներով, անհավատներով ու աղանդավորներով հավաքվել պատրաստում եք գրոհել Վեհարանը։ Բա հետո ինչ եք անելու։ Խնկարկելու եք Մայրաթորն ու Սնուփ Դոգին հրավիրել։
պլանով են խնկարկելու լավներ, շնորհակալ եմ Սամվել ջան։ Պատարակ մատուցելու։ Իդեպ, այն Snoop Dogg-ի համերգի $6 միլիոն ինչ կա տիկին ցնցողների պատասխանատու։ Իսկ դուք ապօրինություն ու պաշտոնեական դիրքի չարաշահում չեք տեսնում ձեր ենթակայի պահվածքում։ Ընկեր, իմ հայրենակից դպրոցներում օրեցօր տարածվող առավել օրհասական է նման մանկավարժներ ու տնօրեններ ունենալը։ Հենց այս տեսակն է պատրաստվում գրոհել վեհարանը, խարխլելու մեր ազգային վերջին հիմնասյունը։ Լավ ասած երկուսը։ Շնորհակալ։ Ուզում Սամվելը։ Այո, պարտքը աճում է եւ ինչ որ մի միլիարդից դարել է մի հատ ուրիշ միլիարդ, բայց Հասկացաք։ Հասկացաք ով է ֆինանսների նախարարը Հայաստանի։ Հա, պարտքը աճում է, ինչ որ մի միլիարդի դարձել է ուրիշ միլիարդ։ Հետո ինչ անենք։ Պահ։ Հատենց է պարտքը աճում, ուրիշ միլիարդից դառնում է ուրիշ միլիարդ։ Սա Հայաստանի ֆինանսների նախարարն է։ մենք 1000 անգամ խոսել ենք դրա մասին, որ այդ հիմա պետություններ էլ կան, որոնք տրիլիոններով ունեն։ Հիմա ինչի ենք այդ միլիարդից խոսում, դրա համար պետք է խոսենք դրա համամասնությունից։ Ինչի համամասնությունից։ Դրա համամասնությունը ո՞րն է։ Մեկը գիտի պարտքի համամասնությունը ո՞րն է։ Հարց եմ տալի Ժորժ ջան։ Դուք ձեզ վիրավորված չեք զգում։ Սա հանցագործ է, այս մարդիկ բոլորիս անունից փող են վերցնում ու տանում, ասել է ինչ են անում։ Այդ փողը պարտքը մենք ենք տալիս։ Ասում է դա համամասնությունից է կախված։ Ինչ համամասնություն է տականք։ Այդ տախմար հանցագործ։ Իրանք այսպես վերաբերվում են իրենց հավատացողներին, իրենց ծառայողներին, իրենց ընտրողներին։ Բացառապես ապուշ նույնիսկ ախր մեր բառը է, անասունի տեղ դրանց ընկալելով։ Ուրիշ բառ չես ասի, որովհետև սենց բան կասեն եւ կլսի բացառապես անասունը, որ ոչ մի բանի չի հասկանում։ Ասեն, իրան պետք է չի նույնիսկ ասել։ Ինքը դրանով չի հետաքրքրում, դե իմանուց ինչ ես պարտվերսել։ Սրանք մի ամբողջ ժողով դրել են անասունի տեղ, կարեք այս բառից համար։ Հետո ասում եմ, դե խիզախ քայլ են կարել պարտքերին բանով։ Մեծ խիզախություն են արել, որ միլիոններով իրանց պարտքեվաճառել են։ Մեծ։ Դա է ճիշտ մեխանիզմը։ Հասկացեք ես ֆինանսների նախարարը ում ֆինանսների նախարարն է։ Սա ՔՊ-ի ֆինանսների նախարարը։ Հայաստանի բյուջեն դա ՔՊ-ի բյուջեն է փաստացի։ Ինքն էլ չի ասում ինչ են արել, ոնց են արել, ինչ իրավունքով են արել, լավ են արել։ Իզախ քայլ են արել։ Գիտեք ինչ իզախ քայլ է, գիտեք հեշտ էր այդ փողը գրել ու ծախսելը։ Գիտեք ամեն մարդ կարող վերցներ պետական բյուջեից փողը սարքել պատկերավճար։ Պարտ քարած փողը սարքել պատկերավճար։ Գիտեք դրա համար ինչ խիզախություններ պետք է ուսում, մարդիկ խիզախություն են արել։ Ու մեկ չեք գնահատում այս մարդկանց արածը, շո՞տ ջան։ Խոսեց ոնց կլի, անհարմար չի։ Եվ սրանց աջակցողը ի՞նչ է, դուք ասեք։ Իսկ սա շնորհակալություն է հայտնում պարոն Ալիևին։ Այսօր մի ճանապարհները բացելուց էր խոսում, այսօր մի բանն հայտի դիակն է։ Ճանապարհները բացել, առևտուր, մեջիգար ու շնորհակալություն հայտնում Ալիևին։ Սա գիտեք ով է։ Այն որ Նիկոլ Փաշինյանից դժգոհ է, Լևոն Տեր-Պետրոսյան կատեսմյա։ Իր անձնական օգտագործման դիակն է սա։ Որ միևնույն ժամանակ շատ շնորհակալ Ալիևից։
Չգիտեմ որ ինձ նայում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցներից կամ իրան լուրջ ընդունողներից։ Դուք բան չունեք ասել։ Մենակ թե չասեք ինքը ինչ կապ ունի Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մի քանի ժամից եթեր կգնա իմ հաղորդումը Հայկ Դեմոյանի հետ։ Որտե՞ղ կլսեք ով ինչ կապ ունի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Ու ընդհանրապես ինքը ինչ դերակատար ունի այս ամեն ինչում։ Ինչ դերակատարություն ունի։ Դա ուղղակի որպես ստատիստիկա եմ ասում։ 2 տարվա մեջ Իսրայելը Պաղեստինում ավելի շատ լրագրող սպանել, քան 2 համաշխարհային պատերազմներում իր հետ վերցրած, եւ առաջին եւ երկրորդ։ 2 տարվա մեջ Իսրայելը փոքրիկ տարածքում ավելի շատ լրագրող սպանել։ Թրամփը խոստացել է, որ Դավոսում, չգիտես ինչ Գրենլանդիան Միացյալ Նահանգներին հարկավոր է իր անվտանգությունն ապահովելու համար, սակայն ԱՄՆ-ն երբեք ուժով չի տիրանա արկտիկական կղզուն եւ պատրաստ է բանակցել։ Դավոսում այսօր համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարեց ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփի պնդմամբ միայն Ամերիկան կարող է պաշտպանել Գրենլանդիան։ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր դաշնակից պարտավորություն ունի կարողանալու պաշտպանել իր սեփական տարածքը։ Սակայն փաստն այն է, որ բացի ԱՄՆ-ից ոչ մի այլ երկիր կամ երկրների խումբ որևէ կերպ այն դիրքերում չէ, որ կարողանա ապահովել Գրենլանդիայի անվտանգությունը։ Հայտարարությունը գիտեք որն է, որ Դանիան որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, ինքը ՆԱՏՕ-ում է հայտնվել հաստատ Ռուսաստանից պաշտպանվելու համար, որովհետև այդ կառույցն է ստեղծվել սովետական միությունից պաշտպանվելու համար։ Իրանք չեն ստեղծվել Ամերիկայի Միացյալ Նահանգներից պաշտպանվելու համար, բայց մի կառույց, որ ստեղծվել է սովետական միությունից հետագայում Ռուսաստանից պաշտպանվելու համար, այսօր ստիպված պաշտպանվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Եվ սա ամերիկյան Թրամփը, ամերիկյան Նիկոլը ասում է, մեզանից լավ ոչ մեկ այդ երկիրը չի պաշտպանում։ Իսկ ինչ այդ երկիրն ինչ վտանգ է սպառնում։ Սա Նիկոլ Փաշինյանն է։ Ասում է այն անջատումները որ կա, որ նոր տարվա մեջ, նոր տարուն մարդիկ հոսանք չունեին, այ եթե մենք չլինեինք իշխանություն, դուք ավելի շատ հոսանք չէիք ունենալու։ Այսին լրիվ նույն Փաշինյան Նիկոլն է։ Ու կենթանակերպերի տեսակ կա մարդկային արտաքինով, որ դրանց համար սա նորմալ է։ Թրամփը նշեց, որ ԱՄՆ-ն տարիներով պաշտպանել է Գրենլանդիան եւ թույլ չի տվել, որ այլ երկրներ հաստատվեն այնտեղ։ Ապա այն վերադարձրել է Դանիային։ Որքան հիմար ենք մենք եղել դա անելու համար, բայց մենք դա արել ենք եւ որքան ապերախտ են նրանք հիմա, ասաց նա հավելելով, որ հիմա Հասկացաք։ Ստախոս եւ անգրագետ։ Սա ուրիշ բան չես կարող ասես։ Դուք չեք գրավել հետո վերադարձել։ Դուք խլել եք, պարճառաբանելով, որ մենք մտնում ենք ստե, որ գերմանացին չմտնի։ Հետո երբ որ գերմանացիները պարտվեցին, դուք ձեր մնալը դեռ դառնում էր անօրինական։ Բայց դուք էլի դուրս չեկաք։ Կնքեցիք պայմանագիր Դանիայի հետ, որպեսզի մնաք գիտահետազոտական ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով, ու այն վերածեցիք ռազմական բազայի։ Սա Թրամփն ասում, ամբողջ կյանքում խաբել է բոլորին ու մեծ աշխատել է։ Ու մեծ աշխատել է։ Եվ այս քաղաքականություն կոչվածը մեզ համար լավ կյանքի դպրոց կարող է լինել, եթե մենք հասկանայինք, որ նման մարդկանց հետ չի կարելի աշխատել, նման մարդկանց չի կարելի ձայն տալ։ Սուտ խոսալու ունակ մարդու չի կարելի նույնիսկ տան շեմից ներս թողել։ Նա սպառնալիք է բոլոր այն միջավայրերում, որտեղ ինքը կա։ Ինչքան միջավայրը մեծ է, այնքան ինքը ավելի մեծ սպառնալիք է։ Եթե դուք ճանաչում եք մարդու, որ բարբերաբար սուտ է խոսում եւ իր համար սուտ խոսալ ոնց մի բաժակ ջուր խմել լինի։ Այդ չեմ ասում Թրամփի նման սուտ խոսածով։ Նշանակում է դուք վտանգի առաջին գծում եք կանգնած։ Դուք անմիջապես վտանգի կողքն եք կանգնած։
Եվ այն մարդիկ, որ ասում են մենք քաղաքականությունով չեն, իրենք չեն զբաղվում, չեն իմանում այս ամեն ինչից։ Իրենք որովհետև նույնիսկ եթե իմանան այդպես մարդկա կողքներ գերադասեն չիմանալ դրա մասին, չխոսել, ինչ ուզում լինի։ Ու կսպասեն, կնստեն, կսպասեն իրենց վախճանին։ Այդ իրանց համար ավելի հեշտ է, քան դուրս գալ ու ինքնապաշտպանվել։ Իսկ իրականում ինչ եղավ Դավոսում։ Դավոսում այս տարվա երևի այս տարի չասեմ։ Այս տարվա Դավոսի այս համաժողովը տնտեսական վերջին երևի 70-80 տարվա մեջ ամենասկանդալային համաժողովն էր։ Ամենը, որտեղ քննարկվում էր ոչ թե համագործակցության, տնտեսական համագործակցության հարցը, այլ ռեկետի իրավունքի հարցը։ Արդյոք մեծ երկիրը իրավունք ունի խլել փոքր երկրից տարածք ու սպառնալ դրա համար։ Այ եթե դուք չթողեք ես խլեմ, ես ձեր վրա տարիֆներ կկիրառեմ։ Այն մարդիկ, որոնք չեն հասկացել, որ եթե ուզում է երկիրը տնտեսապես զարգանա, նա պետք է կանխատեսելի եւ օրինական միջավայրում աշխատի։ Նա կամ քաղաքական գործիչ չեն, կամ վարձկաններ են։ Ես այսօրվա ելույթներին հետևելով ես մի բան հասկացա, որ Եվրոպայում երկրներ կան, լուրջ երկրներ կան, որ առավել եւս հիմա գնահատում են ինչա նշանակում ստատուս քվո, առավել եւս հիմա գնահատում են ու հասկանում են ինչա նշանակում միջազգային կարգ ու կանոն, առավել եւս հասկանում են ու գնահատում են ինչա նշանակում դրա բացակայությունը եւ դա ինչ ազդեցություն է ունենում տնտեսության վրա։ Չի կարող պատերազմ գնացող պետությունը ունենա կանխատեսելի տնտեսություն։ Այդ պահին կարող է ինքը իր ռազմական ծախսերի շնորհիվ աշխուժություն մտցնի իր արտադրության մեջ, բայց միևնույն ժամանակ դա ամենամեծ հարվածն է իր տնտեսությանը, որտեղ մնացած ճյուղերն են կանգնում ուղղակի։ Իսկ արտադրած զենքը ինչ է անելու։ Ինչ, վաճառես թե օգտագործես։ Էսի անցնելու է։ Թրամփի սպիրյուդը անցնելու է։ Ես այսօր զգացի, որ անցնելու է։ Մասնավորապես այդ երկրի ղեկավարներին լսելով, ես հասկացա, որ Թրամփի անցնելուց հետո, այս աննորմալ այս շրջանը անցնելուց հետո Եվրոպային սպասվում է նոր որակի թռիչքներ, նոր իրավիճակ, նոր աշխարհակարգ է սպասվում։ Այ հիմա Թրամփը զորում է մեզ, պարտադրում է նոր աշխարհակարգ, բանդիտական աշխարհակարգ, 90-ականների թվականների ռուսաստանյան աշխարհակարգ, որ ով ուժեղա, այն ճիշտ է։ Եթե քեզ պետք է այս հողը, զենք կա ձեռդ, գնա վերցրա։ Մնացածին էլ ասա, ոտներդ կջարդեմ, եթե հանկարծ ինձ խանգարեք։ Բայց սա անցնելու է, որովհետև շատ կարևոր երկրներ հասկանում են, տնտեսություն, տնտեսական ակտիվություն ունենալու համար պետք է աշխարհում լինի ստաբիլություն, վերջ, պարզ բանաձև, որ ցանկացած պատերազմ, ցանկացած աննշան պատերազմ, դա համաշխարհային տնտեսական զարգացմանը սպառնալիք է եւ դա պետք չի, դա ուղղակի ոնց ասեմ, ոչ օգտակար չի։ Դա ոչ մեկին պետք չի, բացի զենք արտադրող ընկերություններից, հա։ Չգիտեմ, իսկ անուրելի լավ է տեսել, բայց ես դա զգացի։ Այսօր Թրամփը իր այս բանի ժամանակ էֆորիայի մեջ բացահայտել է, որ իրանք գաղտնի զենք են օգտագործել Վենեսուելայում Մադուրոյին ձերբակալելու ժամանակ։ Ու դա ճիշտ է։ Դա գաղտնի զենք չի, դա քիմիական զենք են օգտագործել։ Լոկալ քիմիական զենք, որով սպանել են, թունավորել են միանգամից, շարքից հանել են այն մարդկանց, այն անձնակազմին, որոնք պաշտպանում էին Մադուրոյին։ Այսինքն իր շրջապատը, իր ախրանը։ Ամերիկացի զինվորները ոչ մի կորուստ չեն նստել, նույնիսկ վիրավոր չկա, որտեղ վրեկները կրակող չի եղել։ Գազ են կիրառել, քիմիական զենք, իրանք պաշտպանված իհարկե։
Սա նրանց համար, ովքեր մտածում են, որ կողքից քայլող այդ հաստատ վզերը ասես բան, իհաց ինչ-որ փրկելու են։ Քիմիական զենքի դեմ ոչ մի բան չկա։ Իրանք պաշտպանված են, իրանք դիմակով են, իրանք բաց են թողում, բաս վերջ։ Վերջ, սիրտդ կարա կանգնի, քթից տալուն կարա գնա, ուշագնաց կարաս լինես, ականջներդ կարող թաղանցները փայթեն, հազար ձևի բան կա։ Ու ինքը դրանով այսօր հպարտացել է Դավոսում, որ իրանք սուպեր բան են կատարել, միջոցառում են կատարել Վենեսուելան, որ ասելով, որ որտեղ պետք է լինի, դա կկիրառենք, մոտավորապես այս կոնտեքստի մեջ, առանց հասկանալու, որ Գրենլանդիան կարելի է գրավել, մտնել ասենք ինչ-որ շենք գրավել, բայց դու Դանիան չես կարա գրավես, դու աշխարհը չես կարա գրավես, դու կդառնաս իսգոյ, ոնց որ Ռուսաստանն է դառել իսգոյ։ Իսկ դու չես կարա, դու Ռուսաստան չես, ամերիկացի ժողովուրդը չի աջակցելու, Ամերիկա ժողովրդին պատերազմ պետք չի։ Ռուսաստանի ժողովրդին տարիներով ապացուցել են, համոզել են, քարոզել են, որ աշխարհը քո թշնամին է ու քո գոյության միակ ձևը պատերազմն է։ Ռուսաստանում միլիոնավոր մարդիկ կան, դրան հավատում են անկեղծ, որ աշխարհը իրենց մեռնեն է ուզում ու իրենց ապրելու միակ ձևը Ուկրաինայում պատերազմ բաներ, Ուկրաինա, հետո Լեհաստան, հետո չգիտեմ, Պրիբալտիկա, Մոլդավիա, բան։ Համոզել են, իրանք անկեղծ հավատում են։ Ամերիկացի քաղաքացին դրան չի հավատում։ Ամերիկացի քաղաքացուն դա ընդհանրապես չի հետաքրքրում։ Իրան իր վիկենդներն հետաքրքրում, հանգստյան օրերը մի խոսքով ժամանակին աշխատավարձը, մեկ էլ որ այդ աշխատավարձը ինքը ծախսելու տեղ ունենա։ Վերջ։ Ու բենզինը էժան լինի, որ ինքը կարողանա, ասենք, ամերիկանցերից ծեր քշի, ժամերով, օրերով մարդիկ քշում են։ Ուրիշ բան այդ ամերիկացուն պետք չի։ Ինքս էս չի գոռում Ռոսիա սիլա, հասկանում եք, իրան դա ընդհանրապես իր օրակարգում չկա, որ Ամերիկան ամենաուժերն է։ Ոչ մի ամերիկացի դրանով գլուխ չի գովում։ Թրամփը չի հասկացել սա իրեն։ Կարող է դա Իրան պետք է, չգիտեմ, Իսրայելին պետք է, բայց հասարակ ամերիկացուն դա պետք չի, ինքը չի կարա դա անի, ինքը չի կարա կռվի Եվրոպայի հետ։ Ոչ թե համապատասխան քանակությամբ սուզանավ կամ ատոմային մարտագաղթիքներ չունի, չէ, ունի ամեն ինչ։ Այդ զինվորը չկա, այդ գեներալը չկա, բոլոր գեներալներն են հասկանում են, ով մտավ այս պայքարի մեջ, ինքը դատվելու է։ Ով մտավ իրականացրեց այս ծրագրերը, ինքը դատվելու է։ Նյուրնբերգյան, ամերիկյան Նյուրնբերգի դատանով դատվելու է հանցագործ հրամանները կատարելու համար։ Բանավան, որ չկա ժողովրդի աջակցությունը։ Ում դեմ ես կռվում, սովետ չկա։ Գրենլանդիան, Վենեսուելան չի, նարկոտիկով քեզ չի սպառնում։ Բայց ես մեծահոգաբար ասել է, այսօր ասել է, ես չեմ գրավի, դուք կբերեք ինձ կտակ։ Այդան բա չեն տա Թրամփ։ Ավելի դու Թուրքիային կտաս։ Ամեն ինչ կան Եվրոպան քեզ։ Did apologize to the president. President was offended by the act, or by the ad rather, and it's not something I would have done, which is to put in place that advertisement. And Իդեպ, Չինաստանը շարունակում է Իրանին զինել։ Այսօր մեծ ինքնաթռով էլի զենքեր են տեղափոխել Իրան, որովհետև ճիշտ է Թրամփին համոզեցին, որ չհարձակվի Իրանի վրա, բացատրելով, հասկացնելով նրան, որ դա քո առաջինն է, եւ Իսրայելի վերջը կլինի, եթե դու ունատել հարձակվես։ Թրամփը հետ կանգնեց, բայց այսօր անվտանգության խորհրդի նիստը գումարել Նետանյահուն, հենց Իրանի հարցով, հենց այսօր։ Այդ մասին գիտեն եւ Իրանում եւ Չինաստանում։ Չինաստանը շարունակում է զինել Իրանին։ Եվ շատ հետաքրքիր է Չինաստանի պարվածքը, ոչ մի բանի մեջ առանձնապես ակտիվ չի, հայտարարություններ չի անում, չի բղավում։ Այս չինացիները դեռ ուրիշ խմորից են սարքած։ Սուս իրաց գործն են անում։ Սուս փուս։ Մեկ էլ իմանում ենք արդյունքների մասին։ Ասենք, որ իրանք նոր սիստեմա ունեն, որ ասենք Windows կամ Apple իրանց պետք չի, iOS բան, այդ համակարգերից ազատվել են, չէ, հրեական եւ կամ ամերիկյան հետախուզությունները չեն կարող հեռախոսներով կամ կոմպյուտերներով իրանց սարքած, իրանց ծրագրերով մուտք ունենալ, ասենք, իրանց կարևոր
տեղերում սուս փուս իրաց գործն են անում հիմա էլ զինում են Իրանին Իրանը Իսրայելը չի հանգստանալու անպայման փորձելու է խփի Իրանին վնաս տալ սպասում եք որտեղ դա լինելու է այդ կառավարության այդ վարչակազմի վերջը ու հենց կարող է Իրանն էլ վերջ տա այս ամեն ինչին տալիս ասում եմ պատերազմը Իրանի հետ փոխելա մեր Հայաստանի կարգավիճակը այդպես որ ակտիվ սպասում ենք լսենք ժողովրդին Աշյանը երևում ամոթ չունի ամոթ ունենա ինքը տաներ մոռացել ավ ոնց Տոբրակուսին եկավ դարավ վարչապետ ու ժողովրդի մոռացավ մենակ մի խմբին անայում դա ինքը չի մարսի ժողովրդը իրան անպայման ինքը կարող հատուցի դրան դայից իսկ ո՞ր խմբին անայում պապի ջան կարող եք ասել կբի իրանց խմբի պարշի միլիոներով թոր պրեմիայի տալի ժողովրդին գցել են տարածքա են դարձրել մեղտ է ժողովուրդը Ես Նիկոլի ծնողներ Ավինյանին էլ են Գրիգորյան են իր մյուսն էլ այդ թիմը պետք է բռնել կզցնեն ու մեջը բռնած էլ կասեն մենք չենք մենք զադովն ատալիս Ես ինչքան մարդու սրտից խոսած չէ ինչքան մարդու սրտից խոսած Եթե հանդիպեք Փաշինյանին ինչ կասեք Կասեմ վերջի հանդիպումն լինի Էլ չտեսնենք իրեն Կասեմ Ալիևին քիչ կծնվեք Մեկ ծախի մեր երկիրը Մեկ գնա թուրքացման դա կասեմ մենք հայ ենք ու պետք է պահենք եկեղեցու դեմա դուրս եկել ամեն ինչ անմա որ մեր կրոնը մեր եկեղեցին կործանի բայց մնացել ամենակ եկեղեցին Արցախը հանձնեցին հիմա մնացել է Հայաստանը հանձնեն ես ղեկավար չունեմ ես ԿՊ-ին ընդհանրապես չեմ ընդունում քաղաքացիական պայմանագիրը մենակ մեր թշնամիների համար աշխատում կասենք Քուստամոքսն ու Թոշակառովինը նույնը չի ոնց է որ դուք ստանը 1% 3 միլիոն վճար եք ավելացնում պատգամավորին բայց Թոշակառովին չի հասնում ոչ մի լումա կասեմ որ ինքը իր հաստատված խոստումները չկատարեց ոչ մի բան չեմ ասի ափսոս չեմ ես նրան բան ասել Այսօր sense բան եղել բայց չեք ասի Այս կինը կներեք ու իրան ասում կին ես աղջիկը հրաժարական ապավը ողքի ասում եք մենք էլ չենք լսի դա հանճարեղ խոսքերը մենք կկալոտենք իրան այնուամենայնիվ նա կմնա մեր հուշերում որպես առնվազն գոնե այս տողերի հեղինակ օրինակ որ ինքը սուրբ կույս հրիփսի մենա որը որդի ունի բայց կույսը Մեր պետությանը պետք են գլուխներ, սա իր խոսքը։ Կրթություն չունեմ, բայց սեր ու հարգանք ունեմ։ Հն այնքան մեծ չի, որ մարդիկ 70 կիլոմետր չկարողանան գնան ինչ որտեղ հասնելու ամ։ Սա անատոմիկներին փակելու մասին էր ասում։ Ասում էր 70 կիլոմետր ինչ է, չես կարող գնաս։ Մեր պետությունը այդքան մեծ չի։ 70 տարեկանը եթե ուզենա Սուրագատ մոլ միջոցով երեխա ունի։ Սա է որակը, սա է մակարդակը, երևի լսեցիք ֆինանսների նախարարին, հասկանում եք չէ, Փաշինյան Նիկոլը ումով կարող է իրան, ինչ տեսակով կարող է իրան շրջապատել։ Սա այն հարցի պատասխանն է, որտեղ Կիրակի օր այդ հարցի պատասխանի ժամանակ ես հարց ստացա, թե ինչ է նշանակում կակիստոկրատիա, սա է։ Եվ սա ղեկավարում է քեզ։ Գիտեք, ամենավատը սա չի, ամենավատը այնա, որ սրանք էլ նշանակում են իրենց տեղակալներ, որոնք ավելի դեբիլ պետք է լինեն, անպայման, սրանք չեն կարող հանդուրժել իրենց կողքի խելացի մարդ, որովհետև իրենց ապուշությունը, դրհիմալությունը, երևումը, սա կոչվում է բացասական ընտրասերում, նույնք այդ կակիստոկրատիան,
Եվ չդիմացավ այսքան պարսավանքին երևի, այսքան ամոթանքին, այսքան դե հասկանում եք, չէ՞, տողերը կարդացողը ինչ կասել իրա։ Չդիմացավ։ Սա կոչվում է հանրային պարսավանքի ինստիտուտ։ Եվ միտեղ արդյունք կտա, միտեղ արդյունք չի տա։ Բայց սա այն ինստիտուտն է մնացել ձեռքներս միակ, որ մենք կարող ենք օգտագործել։ Ես կարծում եմ պետք է օգտագործենք։ Անկախ նրանից արդյունքները մեզ բավարարում են, թե չէ։ Պետք է օգտագործել։ Որ այս կարգի տգետները հաջորդ անգամ չհավակնեն, այսինքն այս ամեն ինչի նայողները հաջորդ տգետները չհավակնեն ընկնել միտեղ, որտեղ իրենց նայող կա։ Վախենան կարծիք հայտնելու, որովհետև իրենց լսողը լինելու։ Ու այդ լսողը կարող է իր նման հիմար չլինի։ Կարող է, էլի։ Ու Հայաստանում այնքան հավանականությունը մեծ է դրա։ Իսկ որպեսզի դա լինի, մենք պետք է ավելի լինենք, մենք պետք է մեր տեսակը պարտադրող լինենք։ Առանց ամաչելու դրանից։ Այսօրվա համար էսն է։ Լավ մնացեք։